Oranց այս երիտասարդները կկրեն հայ զինվորի պատվաբեր համազգեստը։ Ստեփանավանի գարնանային զորակոչի առաջին զինակոչիկներն են։ Ավանդույթին համաձայն նրանց ոչ թե ճանապարհում են զինկոմիսարիատից, այլ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ Ստեփանավանի կենտրոնական հրապարակից։ Երիտասարդներին բանակ մեկնելուց առաջ նա խորհրդեց եւ բարի ճանապարհ մաղթեց Ստեփանավանի եւ տարածաշրջանի հոգեվոր հովիվ Ռամաբեղ Աղազարյանը։ Պայա պահպանյան սարայքը քո զինվորագրյալ եւ հայոց բանակն եւ ըսպետությունն եւ զազգն մեր ընփովանյալ սուրբ եւ պատվական խաչի վտքովի խաղաղության այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Միջոցառմանը, որը համատեղ կազմակերպել էին Ստեփանավանի զինկոմիսարիատը, քաղաքապետարանն ու մշակույթի պալատը, ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Ընթացքում ելույթներով հանդես եկան Ստեփանավանի մշակույթի պալատի սաները։ Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց նաև Ստեփանավանի զինկոմիսար Սպարտակ Ղուբացյանը։ Ես ուզում եմ ցանկանամ, որ դուք կարողանաք տղամարդ ձևով տանեք բոլոր ծանրությունը ծառայողական։ Լսեք ձեր հրամանատարներին, ուշադիր լինեք զենքի նկատմամբ եւ ձեր ծառայությունը ավարտեք ու փառքով ու պատվով վերադառնաք ձեր հայրական օջախներին։ Թող հայոց աշխարհին խաղաղություն լինի, ձեզ բարի ծառայություն, ձեր ծնողներին համբերություն, ձեզ էլ բարի վերադարձ։ Նորմալ ամեն ինչ, 2 տարի ապետի ծառային գանք մեր պարտիա։ Ուզում եմ ցանկանալ իմ բոլոր ընկերներին երջանկություն եւ առողջություն, որ ամեն ինչ լավ լինի։ Առաջինը զինվորներին կմաղթեն բարի ծառայություն եւ բարի վերադարձ իրենց ծնողներին հասնեն, բարի գնան, բարի գան։ Միջոցառման երկրորդ հատվածում նորակոչիկներին առաջին անհրաժեշտության պարագաներ են հանձնվում, ապա հայրենասիրական երգերով ու պարերով ճանապարհում են հուզմունք, գրկախառնություններ ու հպարտություն։ Գլխավոր ցանկությունը մեկն է, որ առաջիկա 2 տարին 11 ստեփանավանցի երիտասարդների եւ բոլոր հայ զինվորների համար անցնի խաղաղ երկնքի տակ։ Սարգիս Գոքորյան, Մոլորակ, Ստեփանավան։